չի կարող թեյական որևէ վնաս տալ, որովհետև հայ առաքելական եկեղեցին դարերի ու հազարամյակների պատմության ընթացքում կարողացել է իր ուժը, իր միասնականությունը, նաև պայքարի իր տենդենսները մեծ պահել, որ փոխանցի մինչև 21-րդ դարը, դեպի չէր կարծում, թե ժամանակավոր որևէ կառավարություն, ժամանակի կամ քաղաքական ինչ-ինչ մանիպուլյատիվ գործողությունների արդյունքում կարող է մեծ ազդեցություններ առնել հայ առաքելության եկեղեցին գիտի ժողովրդի միասնականությունը որպես հավատավոր պահի եւ եկեղեցին նաեւ իր նվիրյալ զավակների մասնավորապես մենք օրերս տեսանք Սամվել Ալեքսանդրյանի կալանավորումը, որը Կարապետյանը նույնիսկ իշխանական պրոպագանդայում ներկայացնում էր որպես եկեղեցու սատարում եւ այլևայլ ձևակերպումներով, ձևախեղումներով մարդուն մեղադրանք են առաջադրել, որը բնավ որևէ կերպ չի իդենտիֆիկացում քրեական որևէ հանցագործություն, բայց մենք տեսնում ենք, թե իշխանությունները ինչ քութաջանությամբ են բոլորիս նկատմամբ, ովքեր անցել են այդ ռեպրեսիվ մեքենայով, ինչպես են շատ մեծ խանդավառությամբ գործեր կայացնում եւ այդ գործերի մասին ինքնի անպատվորված հայտարարություններ են անում, ովքեր դժոխք մտածում թե տարի հանցագործների գործել, ուստի նաեւ այս երթը եւ նմանատիպ այլ ակցիաները նաեւ բողոքի ցասման խոսք են ուղղված իշխանություններին, որոնք պիտի կարողանան հասկանալ ճիշտ գնահատել իրավիճակը եւ չտրվեն ժամանակավոր մանիպուլյացիաների։